Տիկին Դավոյան, քանի մոտենում են ընտրությունները, ամենատարբեր քաղաքական ուժեր հայտարարում են իրենց վարչապետի թեկնածուների մասին, համագումարներ են անում, նրանցից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է, որը իրենց համագումարի ժամանակ հայտարարվեց, որ ինքն է լինելու վարչապետի թեկնածուն, եւ այսպեսի մի միտք հայտնեց, որ ինքը այս իշխանությունների դեմ պայքարի մեջ է եղել հենց նրանց եկած առաջին օրվանից եւ չի հանգստանալու այնքան ժամանակ, մինչեւ նրանց չհեռացնի։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը, այսինքն ձեզ չհեռացնի։ Դա քաղաքական ուժի ղեկավարի խոսք չէ, դա ուղղակի այսպես վրեժխնդիր լինող մարդու մտքեր են, որը ոչ թե քաղաքական ուղերձներով է առաջնորդվում, այլ որ փոքր երեխաները բակում կռվում են, մեկը մեկին նեղացնում է, հետո այն մյուսը գալիս ասում է գիտես, որ մեծանամ, քեզ ինչ եմ անելու։ Հիմա նման մի բան է սա։ Իդեպ ամեն մեկը հայտնում է, որ իրենց թեկնածուն ամենալավն է, Սամվել Կարապետյանի թիմակիցները ասում են, որ ինքը տնտեսության մեջ է ուժեղ, բայց Ռոբերտ Քոչարյանը փորձեց բոլորից ամենաուժեղը երևալ իր սիրած արտահայտություններով եւ ասաց, որ նա սրան է տարբերվում մյուս թեկնածուներից, նկատի ունենալով, որ չի հանգստանալու, մինչեւ ձեզ չհեռացնի, ինչ կասեք այս մասին։ Ախր բոլորը հիմա պիտի ինչ-որ ձևով տարբերվեն միմյանցից, որովհետեւ իրենք նույնն են։ Ողջ ընդդիմադիր դաշտը նույնն է։ Ընդհանրապես փորձում են ղեկավարների տեսքով իրարից տարբերվել, որը նորից չի հաջողվելու որևէ կերպ, որովհետև 5 տարի, չէ, 2018 թվականից մինչ այսօր իրենք համախմբված պայքարել են մեր դեմ, հիմա առանձնացել են, հիմա պայքարում են իրար մեջ, միմյանց դեմ, որ մի հատ հասկանան իրենցից առաջատարը ով է, հիմա այդ պայքարում թե ով կհաջողի չեմ կարող ասել, բայց դժվարին պայքար է սպասվում Ռոբերտ Քոչարյանին եւ այլոց, որովհետեւ նրանք երկու ճակատով են պայքարում, մի հատ ներքին պայքարում են ընդդիմության ներսում, թե առաջինը ով է լինելու, հետո այդ հաղթանակից եթե ով ինչ տեղում կզբաղացնի, հետո դից դուրս են գալուց երկրորդ ճակատ եւ պայքարեն խորհրդարանական ընտրություններում իշխանություն դառնալու համար շատ բաց է լինելու այս մարդկանց համար, չգիտեմ։ Այսինքն որ խոսում էին Գյումրի 2 է լինելու, ինչպես նկատում ենք Գյումրի 2-ի մասին խոսակցությունը ոնց է։ Դե Գյումրի 2-ն էլ մի հետաքրքիր բան ունի, պիտի նախ եւ առաջ հայտարարեն, թե իրենց մեջից ամենահամացակը ով է, որ ասելու այո, ես էլ Վարդան Ղուկասյանն եմ։ Իսկ իրենք խուսափում են Վարդան Ղուկասյանի հետ նույնականացվել, բայց միևնույնն է դա էլ է լինելու։ Հետևաբար տարբեր դիլեմաներ կան, որոնց առջև կանգնած են այս մարդիկ։ Նախ պետք է Գյումրի 2-ի հացը լուծեն, նախ պիտի ընդդիմության մեջ առաջնահերթությունը վերցնեն իրենց ձեռքը, չգիտեմ ով, հետո պիտի ասեն ով է իրենց միջի Վարդանի 2-ը։ Շատ խառն են այս մարդիկ, հետևաբար մենք մեր գործն ենք անում, մենք մեր քարոզած շավին ենք նախապատրաստվում, մենք շատ անելիքներ ունենք, շատ ասելիքներ ունենք, մենք խնդիր ունենք մեր ասելիքների հետ կապված, որտեղ շատ բան են կարելի, սակայն քիչ ենք խոսում այդ մասին, մարդիկ էլ թող իրենց համար իրար միս ուտելով շարժվեն առաջ։ Բայց պետք է անդրադառնամ Ռոբերտ Քոչյանի մի քանի հայտարարություններին։ Ես չեմ հետևել նրա հայտարարություններին։ Ես հիմա մի քանիսը կհայտնեմ, շատ ուշագրավ հայտարարություններ են իդեպ, ասում է երկրի բյուջեն վարչապետի անձնական գրպանը չէ, որից սնվում է ինքը եւ իր թայֆեն։ Եվ նաեւ խոսում է, որ երբ որ ինքը գա իշխանության, իրական կարգ ու կանոն կհաստատի եւ այս տեսակ հայտարարություններ, աշխատատեղեր կբացի, ինչ կասեք այս մասին։ Բոլորս ապրել ենք Ռոբերտ Քոչյանի տարիներին։ Ես շատ վիրավորված եմ, ես շատ վիրավորվում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմակիցներին թվում է, թե մենք ամնեզիայով ենք տառապում, ունենք հիշողության խնդիրներ, շատ վիրավորական է, որ Ռոբերտ Քոչարյան մարդը, ով եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ, նման կերպ է վերաբերվում մեզ, մենք հիշում ենք, թե նա ինչպիսի նախագահ է եղել, Հայաստանի բյուջեն այդ ժամանակ ում է ծառայել, ինչպես է ծառայել, ովքեր են հարստացել, ովքեր են դարձել միլիոնատեր իր մերձավորներից, բացի իր ընտանիքից, իհարկե իր ընտանիքը դե բաներ, իմ կարծիքով բացառիկ տաղանդավոր երեխաներ էին, որոնք տենց միանգամից ինչ-որ հրաշքով հարստացան սեփական աշխատանքով, երբ կարծում եմ բոլորն են, հա, այդպես մտածում։ Ռոբերտ Քոչարյանը անհույս մնացել է հին աշխարհում, անհույս, այդ մարդը որևէ կերպ նոր իրողություններում տեղ չունի, որովհետև չի զարգացել իր վրա, չի աշխատել,
մնացել է 98, 2008, չգիտեմ, այդ տարածքներում, այդ ժամանակներում Եվ կրկին շարունակում է պնդել, որ ամենալավը ինքն է, ժամանակ ասում էր ամենաուժեղ տղամարդն է, հիմա էլի այդ Դե դա կոմպլեքսների խնդիր, հոգեբանական խնդիրներ կան այդտեղ, որովհետև երբ որ մարդը անդադ պնդում է, որ ինքը լավն է, ինքը լավն է, ինքը լավն է, ինքը ուժեղ է, իրենք ուժեղ էին եւ դրա մասին է առանցքը խոսակցությունների, այդտեղ խնդիրներ կան, այդ մարդը անդադ ինքնահաստատման կարիք ունի եւ ցավում եմ, որ հիմա էլ մինչեւ այս քարոզարշավի վերջը պիտի անդադ այս ինքնահաստատման ելույթներին բոլորս ստիպված ականատես լինենք։ Էսա, ուրիշ տենց դարակազմիկ բան չկա։ Ուժեղ Հայաստանը պարբերաբար կրկնում էր, որ իրենք նախկինների հետ կապ չունեն, առնչություն չունեն, բայց տեսնում ենք, որ մի քանի օր առաջ Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ միանում է Ուժեղ Հայաստանի, երեք Մամիկոն Ասլանյանը, ավելի վաղ միացել էր Արամ Վարդևանյանը, ինչ կասեք այս մասին։ Ուժեղ Հայաստանի նախկինների հետ կապ չլինելու ամենավառ ապացույցը Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանն է, որը եղել է падգամավոր, որը եղել է Հանրապետական կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով ընտրված падգամավոր, եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը եւ դա մի շատ թեթև այսպես ակնարկ է այն մասին, որ իրենք ընդհանրապես նախկինների հետ կապ չունեն, այո։ Եվ կուզեմ խոսեմ։ Իսկ այն ձեր նշած անձինք, որոնք եկել միացել են, միշտ են միացած են եղել, բան չի փոխվել։ Ուղղակի բացաձայն երկու անգամ երևի ավել խոսել են այդ մասին։ Կուզեմ նաև ամփոփելով խոսեք ձեր մարզային այցերի մասին, համեմատելով 21 թվականի հետ, ճիշտ է, դեռ նախընտրական քարոզարշավ չէ, այլ ձեր ներկուսակցական քարոզարշավն է, բայց այդուհանդերձ բնակիչների ժողովրդի հետ հանդիպում եք, ինչ փոփոխություններ եք դուք նկատում, ինչ են նշում բնակիչները։ Շատ լավն են այդ այցերը, շատ հետաքրքիր են, շատ դրական են, շատ ուսանելի են նաև, որովհետև տարբեր խնդիրներ են բացասնում քաղաքացիները, մի մասը գոհ են, մի մասին որոշ հարցերի լուծումներ բավարար չեն, մի մասի համար, այսինքն շատ նորմալ շփում է տեղի ունենում, որը կարևոր է երկրի իշխող կուսակցության համար, որովհետև անընդհատ մեր կապը ժողովրդի հետ մեզ տալիս է համացակություն ավելի վստահ խոսել ժողովրդի անունից, որովհետև մենք հանգիստ կարող ենք այդ մասին բացաձայնել ասելով, որ այո, մենք կարողանում ենք բացահայտել ժողովրդի ձայնը։ Եվ այս մարզային այցերը ուզում եմ շեշտել, որ ոչ առաջինն են, ոչ մեզ մեղադրում են այս մարզային այցերի հետ կապված, ասելով, որ քարոզարշավը չսկսված քարոզարշավ ենք անում։ Ես էլ ուզում եմ անընդհատ կրկնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը 2018 թվականից մինչ այսօր այնքան մարզային այցեր է կատարել, որքան որ Հայաստանի Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում գումարային բոլոր ղեկավարների այցերը եթե գումարենք, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցերի մի փոքր մասն էլ չի կազմի եւ չի կարող կազմել, հետեւաբար մեզ մեղադրում են նաեւ մարզային այցերի մեջ, մեզ մեղադրում են դպրոց կառուցելու մեջ, մեզ մեղադրում են ճանապարհներ կառուցելու մեջ, կենսաթոշակների բացահայտման մեջ, առողջապահական ապահովագրության մեջ, այսինքն երկրի ղեկին եղած մարդիկ տարիներ շարունակ մեզ մեղադրում են բարեփոխումներ կատարելու եւ մեր նախընտրական խոստումները կատարելու մեջ էսել է կոմպլեքսների մի մաս, որովհետև այս մարդիկ անընդհատ խոստացել են ոչինչ չեն արել, հետո ընտրակաշառք են բաժանել, հետո կեղծել են ընտրությունները, դարձել են նորից իշխանություն, որպեսզի իշխանությունը պահեն, շարունակել են արդեն նորից խրվել եւ այդ շրջապտույտի մեջ կաշառք ընտրություն եւ որևէ կերպ չեն կարողանում հասկանալ ինչպես կարելի է գնալ խոսել ժողովրդի հետ, քվե ուզել, ստանալ այդ քվեն եւ այդ քվեն իրացնել։ Սա է ամենը եւ մենք շարունակելու ենք մեր ճանապարհը։ Դե օրինակ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, գիտեք, ինձ համար հեշտ է կամ հաճելի է գնալ մարզերում պատասխանել։ Դե Ռոբերտ Քոչարյանի համար իհարկե դժվար է եւ հաճելի չէ մարզերում լինելը, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը ես մեկ անգամ ասել եմ, հիմա էլ եմ ուզում ասել, մենք մեղրիում ենք եւ մեղրեցիներն ասացին, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք մեղրիում չի եղել։ Այսինքն դու չես կարող լինել Հայաստանի ղեկավար եւ Հայաստանի որևէ վայրում չլինել։ Ես Ստեփանավանից եմ, ես չեմ հիշում Ռոբերտ Քոչարյանը երբևիցե եղել է Ստեփանավանում, թե ոչ։ Ես երեք Facebook-ը մի հիշողություն բերեց 2017 թվականից, ես այսօր կդնեմ դա իմ էջում, որտեղ անձրևի տակ մեծ ճանապարհային փոսեր էին լցնում Ստեփանավանում, որովհետև ինչ որ պաշտոնյայի այց պիտի լիներ, հետեւաբար մենք այդ Հայաստանում ենք ապրել եւ կխնդրեմ բոլոր ընդդիմադիր ուժերից որևէ մեկի հիմարի տեղ չդնել, որովհետև բոլորս ապրել ենք եւ շարունակում ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։